Ինչու է սովորաբար գնահատականներ տալիս եւ այսպես անվարան, անվախ խոսում դուք Արշակ Սրբազանը եւս 1-2-ը, բայց մեր եպիսկոպոսած դասը կարծեմ 50+ քանակ մի քիչ ճիշտ չէր քանակ ասել։ Ամեն դեպքում ինչու են пассив կամ գուցե անհաղորդ մեր մյուս եպիսկոպոսները։ Երևի դուք եք մեղավոր, իրեն չեք հարցնում։ Գուցե սա բնույթի հարց է, թե։ Չէ, ինձ մեզ եք հարցնում, իրեն չեք հարցնում։ Մենք հարցնում ենք։ Հա։ Մյուս եպիսկոպոսները կարծես միշտ ջրի հատակն են։ Սխալ են կալում են։ Այո։ Միակարծիք են։ Այո, իհարկե միակարծիք են։ Թեթև մանր տարբերություններ կարող են լինել։ Բայց հիմնականում իհարկե միակարծիք են։ Ճիշտ եմ հասկանում, կան եպիսկոպոսներ, որ ամեն դեպքում թելնում են Փաշինյանի թելը։ Չեմ կարծում այդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Եվ իրենց մոտեցումը այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսրինը կայսեր տա։ Սա հասկանալի ըմբռնում է, հասկանալի մոտեցում է, բայց սա կայսրինը կայսերը չի կարելի դիտել առանց Աստծուն դիտելու։ Ասում եք կոնֆլիկտում հետ Իշխանության, կայսեր։ Այսինքն հակադրվել չեն ուզում։ Չեն ուզում հակադրել Նիկոլ Փաշինյանին։ Որևէ մի իշխանության, ոչ թե կոնկրետ Նիկոլի։ Բայց անվերապահ աջակցում են Վեհափար Հայրապետին։ Իհարկե, ո՞նց կարող են չաջակցել։ Սահակ Պատրիարքը շատ հստակ, Սահակ Պատրիարքները լուր, բայց ինքը շատ հստակ ասեց, չէ։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Իշխանապողությունը քննարկվում էր։ Հետո ով ուզում է թող քննարկի, բայց ինքը չի քննարկում։ Ինքը իրեն տեխնազի չի լսում։ Ինչ նպատակ ունի այս ամենով իշխանությունը, ինչ է ուզում հասնել։ Դե նույն ասեցին, ուզում է ունենալ հնազանդ եկեղեցի։ Իրեն հնազանդ։ Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են։ Վեհափար Հայրապետը անցած տարի եկեղեցոցման արարողությանը, երբ որ ձեռք մեկնեց նորից իշխանությանը, սա բավականին բուռն քննարկումների տեղի տվեց։ Այդ թվում այո, բայց մենք հիշում ենք, որ Փաշինյանը նույնիսկ չսպասեց, որ ծիսակատարությունն ավարտվի, նա դուրս եկավ եւ լքեց եկեղեցու տարածքը։ Այս միջադեպից հետո ընդհանրապես քննարկումներ եղան դեռ այն ժամանակ։ Չէ՞ որ մինչ այդ էլ Հանրապետության անկախության օրը հիշում ենք, թե ինչ գռեհիկ տեսարան ապահովեց իշխանությունը ոստիկանների միջոցով Սարդարապատ հուշահամալիրում։ Դե մենք գիտեք չարին չարով չենք պատասխանում, եկեղեցի ենք մենք, չէ՞։ Մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։ Ուզում եք ասել հիմա էլ միջոցառում լինի, նրանք կհրավիրվեն Սիրահորժար։ Ես կողմ չեմ լինի հրավիրելուն, բայց եթե մեծամասնությունը հա, բայց ես համաձայնությունս հայտնեցի մեծամասնության, որ մեծամասնությունը այդպես որոշեց, ասել է որևիցե արարգություն ցույց չտվի։ Բայց Փաշինյանը ինքն է անընդհատ սար դրել ձեր եւ պետության եւ եկեղեցու ինքը կարող է անել, բայց մենք նույն ձևով եւ նույն մեթոդներով չենք կարող պատասխանել։ Մենք եկեղեցի ենք։ Այսինքն դուք քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է Բեհարանը Բեհի, ինչ իմանամ ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Դուք ասում եք քրիստոնեաբար պետք է հարձակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ մինչ այս Իհարկե վստահ եմ։ Իրենք տեսեք ով էր նրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենտանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞։ Փորձելով սեպ խրել ամուսնացյալ եւ կուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն բարձր, չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ նույն կուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, հա, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցու մեջ, դա չի հաջողվի։ Առաջին անգամ չի։ Հա, իրապես ճանաչում է, հա ինձ։ Դե ընդհանրապես բոլորն են ճանաչում։